Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ։ Բարև ձեզ։ Դուք նաև վաղաշաբաթում դիտորդական առաքելություն եք իրականացրել անկախ դիտորդի շրջանակներում, պարոն Իոաննիսյան, արձանագրենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաղթել է, այստեղ մոտավորապես 50 գուցե 50+ ձայներով կամ մի փոքր ավելի քիչ, ոնց եք գնահատում ընդհանուր առմամբ ընտրություններն այս անգամ եւ ինչ ցուցիչ է այն արդեն 26 թվականի ընտրություններին ընդառաջ։ Շնորհակալ եմ, մենք իրապես 4 կազմակերպությունների կազմով իրականացրել ենք դիտորդություն վաղարշաբաթի խոշորացած համայնքի ընտրություններում եւ ես կուզենամ ձեր թույլտվությամբ բաժանեմ իմ գնահատականները քվեարկության օրվա եւ նախընտրական քարոզարշավի։ Եվ սկսեմ լավից քվեարկության օրվանից։ Քվեարկության օրը էապես ավելի, ասենց ասեմ, էապես ավելի հանդարտ անցավ եւ ավելի նենց լավ անցավ, քան մենք սպասում էինք, հա։ Որտեղ նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք տեսնում էինք բավականին թեժ բաներ։ Մենք տեսնում էինք քաղաքական ուժերի կողմից օրինակ փոխադարձ զանցանքներ, իրար պաստառ էին պոկում, իրար բավականին թեժ էր նախ, բարեբախտաբար այնտեղ ոնց որ թե բռնության չի հասել, բայց շատ նենց բաներ լարված էր։ Այնինչ ընտրական տեղամասերում որպես կանոն մենք տեսնում էինք բավականին կոնստրուկտիվ, բավականին նենց առողջ միջավայր, այդ թվում քաղաքական ուժերի միջև։ Ես չեմ ասում իրանց իրար հետ, չգիտեմ, տեղամասում ախպերություն էին անում, չէ, բայց բավականին կոնստրուկտիվ էր, տեղամասերում իրար հետ կոնֆլիկտ չէին ման գալիս, տեղամասում ինչ-որ դեբոշի առարկա, դեբոշ սարքելու առիթ չէին ման գալիս, տեղամասերում բավականին նորմալ հանգիստ վիճակ էր եւ ես պետք է ասեմ, որ համատած նրա հետ որ բավականին մեծ քվեարկություն էր, 47 տեղամաս անել առուն վաղարշաբաթը։ Մենք օրինակ չենք արձանագրել որևիցե դեպք, որը քրեական օրենսգրքով արգելված արարքի տարեր, հանցագործության տարեր կպարունակեր քվեարկության օրը։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ այդպիսի 5 իրավիճակ մենք արձանագրել ենք, 5-ն էլ քաղաքացիական պայմանագրի մասով, բայց քվեարկության օրը ոչ, քվեարկության օրը անցել է բավական լավ։ Նույնիսկ գիտեք, բայց դրա բացատրությունը դուք ունեք։ Որ ասեմ շատ մանրամասն կարող եմ բացատրել խորանալով ինչ որ տեղական ազգագրագիտական բաների մեջ, չէ, սուտ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ բավականին նույնիսկ ասենք լույսերը գնա երկու տեղամաս կար, որտեղ երեկոյան 6:30-ի կողմերը մոտ 20 րոպեով լույսերը գնացին։ Եվ ենթադրվում է, որ այդպիսի մի քիչ ճգնաժամային իրավիճակը կարող էր լարում ստեղծել։ Չէ, բացարձակ տենց լարում չկար, մարդիկ հեռախոսների ֆանարիկները միացրեցին, բանարեցին, չգիտեմ, իրար լույսավորում էին, որ բանան, տեղամասերից մեկում հաշվարկի ժամանակ լույսերը գնաց, էլի բոլորը կոլեկտիվ հեռախոսների լույսերը միացրեցին, իրար լուսավորելով, ինչ որ առումով, նենց որ նույնիսկ սենց բան իրավիճակներ, որ պոտենցիալ կարա ինչ որ կոնֆլիկտ, չէ, շատ նենց կոնստրուկտիվ ու գալի հարցնում էր, օրինակ ընդդիմադիր վստահված անձանց, ասում էր օրինակ լույսերը, որ անջատած է եղել։ Դու ստեղ ինչ որ խնդրահարույց բան տեսել ես, եւ տեսականորեն մարդ կարար նույնիսկ չարաշահի, չէ, ասի, տեսել եմ կամ հատուկ, չէ, ասում եմ նորմալ է։ Այս իրոք բավական հաճելի էր քվեարկության օրվա պատկերը ընտրական։ Իհարկե բացառություններ կային, 1000 ինչ, բայց բացառություններ եղել են, բայց բացառությունները կարելի է արձանագրել, որ որակյալ ընտրություններ են տեղի ունեցել։ Կարելի է նման բան արձանագրել։ Քվեարկության օրը նոր համեմատության մեջ, էլի, որակյալ էր, որտեվ ես չեմ ուզում ասեմ, որ խնդիրներ չեն, որտեվ խնդիրներ եղել են։ Խնդիրներ եղել են, խնդիրները հիմնականում դրսևորվել են հանձնաժողովի անդամների, ընտրողների, ոստիկանների, նաև դիտորդների երբեմն լրագրողների կողմից ընտրական կարգավորումները թերի իմանալու արդյունքում։ Խնդիրներ եղել են տարբեր տեսակի խնդիրներ եղել են, մենք մանրամասն այդ թվում նաև դուք էլ լուսաբանել եք, հիմա չեմ ուզում այդ ամեն ինչը կրկնեմ։ Իհարկե խնդիրներ եղել են, բայց որ ասեմ, տենց ինչ որ լուրջ խնդիրներ են եղել, չէ, եւ նորից ամենահաճելին էր, որ լարված մրցապայքարից հետո եւ 8 քաղաքական ուժ էր։
Այսինքն բավական եւ քաղաքական ուժերից ամեն մեկը բավականին ինտենսիվ իր էլեկտորատի վրա աշխատում էր եւ դա բացատրում է այն, որ այս ընտրություններին ուղիղ 2 անգամ ավելի բարձր եղել մասնակցությունը, քան վաղարշաբաթի նախորդ թիմ ընտրություններին։ 26 թվականի ընտրություններին ընթառաջ արդյոք որևէ կերպ կարող ենք հասկանալ ինչպիսի պատկեր կունենանք։ Գիտեք, ինչ որ բաներ արդեն նշмарվում են, մասնավորապես այն թե ընտրությունների որակի հետ կապված պատկերը ըստ էության ամեն ինչ գնում է նրան, որ հավանեն հավանականությամբ ընտրական տեղամասերում ենք ունենալու ենք քիչ թե շատ նորմալ ընտրություններ, արդեն վերջին տարիների փորձն է դա ցույց տալիս, որ ընտրական տեղամասերում ընտրությունները մաքուր են։ Ենթադրում եմ, որ որոշակի շրջանակներ ամեն դեպքում ընտրակաշառքի քայլին կդիմեն, սա վերջին տարբեր ընտրությունների, տեղական ընտրությունների եւս ժամանակ մեր տեսածի արդյունքում եմ ասում, ենթադրում եմ, որ որոշ ուժեր կդիմեն տարբեր ձևով էլեկտորատի մոբիլիզացիային, այսինքն գործատուի կողմից ենթականների նկատմամբ որոշակի տենց ինչ որ չասեմ ճնշում, բայց ազդեցություն։ Միգուցե երբեմն դա կարող է հասնել ճնշման դեպքերի։ Թեև ուզում եմ բոլորին հիշեցնեմ, որ դա հանցագործություն եւ քրեական օրենսգրքով արգելված արարք է, բայց միևնույնն է, ենթադրում եմ, որ որոշ մարդիկ կարող է դրան գնալ։ Հավանեն հավանականությամբ մենք երևի կտեսնենք վարչական ռեսուրսի որոշակի չարաշահումներ, որ ասում են վարչական ռեսուրսի չարաշահումներ, նկատի ունեմ վարչական ռեսուրսին տիրապետող վարչական ռեսուրսին տիրապետող ամենամեծ ուժը քաղաքացիական պայմանագիրն է, բայց միակը չի, հա, կան վարչական ռեսուրսին տիրապետող նաև այլ ուժեր, որոնք տեղական ինքնակառավարման մարմիններում են վարչական ռեսուրսի տիրապետում։ Ես ենթադրում եմ, որ նախընտրական քարոզարշավը լինելու է շատ թեժ քաղաքական առումով, այսինքն շատ այդ քաղաքական թեժ պոլեմիկան, որը որ կա վերջին ամիսներին, միայն էսկալացվելու է, այսինքն պետք չի ակնկալել, որ կարող է ենթադրենք փետրվարին կամ մարտին դա հանդարտվի, չէ, դա միջև հունիս գնալու է, միջև հունիսի 7-ը այս առումով մենք ունենալու ենք թեժացում։ Եվ իհարկե ես ակնկալում եմ, որ մենք ունենալու ենք օտարերկրյա միջամտություն, որտեղ օտարերկրյա միջամտության որոշակի դրսևորումներ Էջմիածնում չեմ հիշում, որ նկատացել ենք, Գյումրիում տեսել ենք, շատ հստակ տեսել ենք Գյումրիում օտարերկրյա միջամտության դրսևորումներ, տեսնում ենք մի շարք այլ երկրներում, ինչպիսին է օրինակ Մոլդովան, եւ տեսնում ենք, որ Հայաստանում գնում է դրա նախապատրաստումը։ Եվ այն գործիքները, որոնք որ օրինակ օգտագործվում են Մոլդովայում օտարերկրյա միջամտության համար, լավ եկեք ասենք Ռուսաստանի կողմից, հա, օտարերկրյան դա այլ մոլորակայինները կամ չգիտեմ, Կամբոջան չեն, այն գործիքները, որոնք որ Ռուսաստանը Մոլդովայում օգտագործում էր միջամտության համար, այդ գործիքները հիմա Հայաստանում ստեղծվում են, պատրաստվում են, այն գործիքները, որոնք որ կան, ձևափոխվում են, ինչ որ տրանսֆորմացիա են ապրում, որպեսզի գործիքակազմը առնվազն ունենա Ռուսաստանը։ Թե այդ գործիքակազմի ինչը ոնց կօգտագործի, սա պետքա ինչ որ առումով կանխատեսել, որտեղ ես ենթադրում եմ, որ Ռուսաստանը փորձելու է հասկանալ, թե ինչի իրանք Մոլդովայում չհասան իրենց համար ցանկալի արդյունքի, դասեր քաղել դրանից եւ արդեն քաղած դասերով մոտենալ Հայաստանի ընտրությունների միջամտությանը եւ շատ կարեւոր է որ մենք փորձենք կանխատեսել թե իրենք ինչ դասեր են քաղելու։ Ամեն դեպքում այդ գործիքակազմի մեջ մտնում են տարբեր հիբրիդային ազդեցության գործիքները, որոնք մեծ մասամբ չէ բոլորն էլ հայտնի գործիքներ են։ Դա կարող է լինել տնտեսական, էներգետիկ, հազար, բայց ամենամեծը դա նույնիսկ ես կիբեր անվտանգությունը այդքան էլ չէի շեշտի որպես ամենամեծը դա տեղեկատվական դաշտն է, դա հասարակության վրա հոգեբանական ազդեցության դաշտն է, որի մեջ մտնում են որպես գործիքակազմ, հա, որոշ լրատվամիջոցներ, որոշ այդ թվում նաև միջալուց կեղծ դիտորդական առաքելությունները Մոլդովայում մենք տեսել ենք եւ դիտորդական առաքելություն միջալուց այլ
նաև Հայաստանի համար նոր երևույթ է, դիտորդական առաքելություններ, որոնք փորձում են ընտրությունների մասին հանրության մոտ կեղծ տպավորություն ստեղծել։ Որը եղել է նաև այս ընտրությունների ժամանակ։ Որը եղել է նաև այս ընտրությունների ժամանակ, միջալուց նաև Գյումրիում։ Գյումրիում ես պետք է ընդունեմ նաև մեր մեղքը։ Մենք դա աչքաթող ենք արել, որովհետև մեր համար էր դա նոր բան։ Դե մենք ընտրությունների ժամանակ ինչ որ ալգորիթմ ունենք, այդ ալգորիթմով աշխատում ենք եւ այդ ալգորիթմից դուրս ինչ որ երևույթների դինամիկ չեն կարողանում արձագանքենք։ Այս անգամ մենք արդեն Գյումրիի փորձ ունենք եւ արդեն սա մեր ուշադրության կենտրոնում էր եւ դրա համար այս անգամ մենք արձանագրեցինք դա, մենք նույնիսկ այդ հարցով գնացինք կենտրոնական տրական հանձնաժողով, կենտրոնական տրական Բայց արդյունքում ստացվեց, որ իրենք էլի դիտորդական առաքելություն իրականացրեցին։ Այո, մեր համար դա խնդրահարույց էր ամեն դեպքում, բայց կենտրոնական տրական հանձնաժողովի որոշմամբ մի շարք արձանագրումներ, կարևոր արձանագրումներ արվում են, եւ ես կարծում եմ, որ սա կարևոր դաս էր օրինակ կենտրոնական տրական հանձնաժողովում հավատարմագրման կարգի վերանայման եւ մի շարք կարգավորումներ, նաեւ իմիջիալից օրենսդրության որոշակի վերանայումների կարիք լինելու, որը մենք երևի արդեն այս շաբաթ քննարկելու ենք երևի օրենսդիրի ներկայացուցիչների հետ, որտեվ սա կարևոր է, մենք տեսնում ենք, որ դիտորդական առաքելությունների կողմից ընտրությունների մասին կեղծ տպավորությունների ստեղծումը հիբրիդային գործիքակազմի մի մաս է, որը օգտագործվել է Մոլդովայում եւ այս առումով Հայաստանում խոցելիությունը պետք է պակասել, որտեղ ինչ ենք մենք տեսնում։ Իսկ այս ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահման, ահազանգեր, անդիմադիրները դրա մասին բնականաբար կսկսեն խոսել, կամ եթե վարչական ռեսուրսի չարաշահման թեզը չօգտագործեն, ապա ընտրություններին մասնակցած քաղաքացիների թվի հետ կապված են որոշակի հարցեր ի հայտ բերում, թե քիչ են մասնակցել, դա դեռ չի նշանակում, որ իշխող քաղաքական ուժը վստահություն է վայելում ժողովրդի մոտ եւ այլն։ Գումարած դրան, չնայած ահազանգ չկա ընտրակաշարքների հետ կապված, բայց արդյոք այս հարցի մասին մեր առաքելությանը մենք ստացել ենք ահազանգեր ընտրակաշարքների հետ կապված, բայց այդ ահազանգերը իրենց տվել են դրա մասին հաղորդումներ ձեր կողմից, թե չէ, իրենց արժանահավատության չափով այնպիսի սանդղակի չեն հասնում, որ մենք դրա մասին հրապարակային խոսենք կամ հանցագործության մասին հաղորդում տանք։ Բամբասանքների բանի մակարդակը որ կարող է ճիշտ լինել, բայց կարող է ճիշտ չլինել ու ասում եմ արժանահավատությունը այնքան չի, որ ես պնդեմ, որ տենց երևույթ է եղել կամ նույնիսկ որ ասեմ հավենային հավանականությամբ եղել է, որովհետև ես էլ չեմ ուզում մարդկանց ասեմ մի բան, ինչում ես ինքս վստահ չեմ։ Սա բավականին կարևոր է։ Մենք սա իմիջիալից տեսնում ենք բավականին շատ, մենք սա այդ երևույթը, երբ որ ահազանգում են ինչ-որ երևույթների մասին, որոնք կամ չկան, կամ ավելի շուտ կան, բայց այդ երևույթներին տրվում էր այլ մեկնաբանություն։ Օրինակ ասում էր, որ այդ երևույթը ընտրախախտում է, որ այդ երևույթը ոչ մի ընտրախախտում չի։ Դե ֆոն էին ստեղծում, որ վատ ընտրություններ են կազմակերպվել։ Այո, եւ այդ ֆոնը շատ ազդում է ընտրությունների որակի վրա։ Որովհետեւ եթե ես ընտրող եմ, ում պայմանական ընտրակաշարք են առաջարկում, ում գործատուն ասում է կգնաս X կուսակցությանը կընտրես, ում իմ հավանականությունը, որ ես այդ ամեն ինչին կասեմ ոչ, իմ մեջ կամ կհավաքեմ, գործատուից կասեմ ոչ, ընտրակաշարքից կհրաժարվեմ, որը փող է եւ որի կարիքը ես, փողը ավելի նոր չի լինում, եւ կգնամ ու կընտրեմ իմ ուզած քաղաքական ուժին, դրա հավանականությունը էապես ավելի մեծ է, երբ որ ես հավատում եմ, որ իմ քվեով է ձևավորվելու իշխանությունը։ Եթե իմ մեջ ընկնում է կասկածի ворդ, որ ընտրությունների խաղը առածա, սուդյան ծախածա կամ հակառակ խաղը ծախածա, սուդյան առածա եւ ընտրությունների արդյունքները ինձանից անկախ որոշվելու են, ընտրակաշարքն էլ կվերցնեմ ոչ էլ գործատուից հետ կթարսեմ գործարքը գնամ ոնց որ ասենք պայմանական գործատուս ասում կամ ընտրակաշարք կամ սկի ընդհանրապես ոչ էլ կգնամ ընտրություններին, ասեմ ադելավ է ինչի եմ գնում Եվ այս խոսույթը, այս ընտրախախտումների մասին կեղծ ահազանգերի բանը, գիծը, այս առումով շատ վտանգավոր է։ Իհարկե սա չի նշանակում, որ պետք չի խոսալ ընտրախախտումների մասին, բայց պետք չի հորինել ընտրախախտում։ Բայց ազդեցությունը որպես այդպեսին չի եղել, չէ՞, այս ընտրություններին, նույնիսկ այդ ֆոնը ստեղծելու ջանքերի շնորհիվ, որ ընդդիմությունը փորձել է անել։ Այդ ֆոնը այս ընտրությունների ժամանակ ստեղծվում էր ավելի շատ վերջին շրջանում։
այդ կեղծահազանգերը մենք սկսեցինք արձանագրել ընտրությունների նախորդ օրը, ինձ թվում է չհասցրեց ազդել այս ընտրությունների վրա, բայց կարող էր որոշակի ազդեցություն ունենալ հաջորդ ընտրությունների կոնտեքստում։ Դե օրինակ, երբ որ առաքելություններից մեկը հայտարարում է, որ եղել են այլ անձի փոխարեն քվեարկության բազմաթիվ դեպքեր, տեղամասերի համարներով, բաներով, մարդկանց մոտ տպավորությունները ընտրությունները ավելի վատն են, քան չգիտեմ 2017 թվականի ընտրությունները կամ 2016 թվականի Գյումրի Վանաձորի ընտրություններում այդքան այլ անձի փոխարեն քվեարկության այդքան ահազանգ չի եղել, էլի։ Դրա համար մենք ստիպված օրինակ ինչ ենք անում, մենք բոլոր այդ տեղամասերում, որտեղ տենց ահազանգ կար, մեր դիտորդը գնում էր այդ տեղամաս, ընդորում երկու դեպքում ես ինքս անձամբ եմ գնացել։ Գնում ենք այդ տեղամաս, սկսում ենք այդ տեղամասում պարզել եղելությունը, խոսել այդ առաքելության դիտորդների հետ։ Ու պարզվում է նայել թե այդ առաքելության դիտորդները իրանք իրենց ձեռքով, ոչ թե այդ առաքելությունը Facebook սոցիալական ցանցում կամ լրատվամիջոցներով, այլ առաքելության դիտորդները իրանք իրանց ձեռքով գրանցամատյանում ինչ են գրել։ Եվ պարզում էր, որ բավականին ուրիշ բան է եղել։ Հա, ընդհանրապես եղել է ինչ որ շփոթմունք, այդ շփոթմունքի արդյունքում ամեն ինչ պարզվել է, ամեն ինչ հասկանալի է, ոչ մի էական խախտում, առհասարակ ոչ մի խախտում չկա մի դեպք։ Նույնը ընտրացուցակներում մահացած մարդկանց անունների հետ կապված։ Ընտրացուցակներում մահացած մարդկանց անունները նման լրահոսել հայտնվեց։ Այսքան տարի քննարկվում է։ Եվս մեկ անգամ ասում եմ, ընտրացուցակներից մահացած անձանց ամբողջական դուրսբերումը տեխնիկապես հնարավոր չի։ Ինչու՞, որովհետև ընտրացուցակներ, այդ չի նշանակում, որ չի կարելի ցուցակները մաքրել կամ ունենալ ավելի մաքուր ցուցակներ։ Միջազգային այս մասով բավական պրոգրես կա 18 թվականից, բայց ամեն դեպքում ասեմ, տեսեք, մարդու մտնել ընտրողների ցուցակի մեջ միարժեք է։ Կամ Հայաստանի քաղաքացին դառնում է չափահաս, որի մասին պետությունը իմանում է, հա, պետությունը գիրի ունի այսպիսի քաղաքացի, եւ իմանում է, որ այսօր այս մարդը դառավ չափահաս, մտավ ցուցակ։ Կամ չափահաս մարդը ձեռք է բերում Հայաստանի քաղաքացիություն։ Էլի պետությունը դրա մասին չի կարա չիմանա։ Բայց մարդու մեռնելու մասին պետությունը կարա չիմանա, որտեվ եթե մարդ մեռնում է արտերկրում, Եվ մահվան վկայականը չի գալիս Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին տրվում, իսկ դա որպես կանոն տրվում է, օրինակ ժառանգության հարց կա, բանկը, բայց եթե ժառանգության հարց չկա, այդ մարդու հարազատները նու կոպիտ ասած բանուգործ չունեն, գնտան մահվան վկայական տանեն հյուպատոսություն, ասեն, գիտեք, այս մարդը մեռել է։ Պետությունը չի իմանում։ Հա, կան բնակչության պետական ռեգիստրում կան 19-րդ դարի ծնված մարդիկ։ Միջև հիմա բնակչության պետական ռեգիստրում են։ Լավ, պարոն Յանսյան։ Այս գլոբալ խնդիրը ինձ թվում է, այստեղ կարևոր չի թե այդ մարդիկ ընտրողների ցուցակում կան թե չկան։ Կարևորը հետեւյալ հարցին պատասխանել։ Այդ մարդկանց անվան դիմաց ստորագրություն կա թե չկա։ Այդ մարդկանց տեղը մահացած մարդու տեղը ինչ որ մեկը քվեարկել է թե չէ։ Ուզում եք ընտրողների ցուցակում 3 միլիոն, չգիտեմ, մահացած մարդ լինի, սկսած Տիգրան Մեծի ժամանակներից։ Կարևորը մահացած մարդու փոխարեն քվեարկություն չլինի։ Որը նման դեպք չի արձանագրվել։ Նման դեպք չի արձանագրվել, ընդ որում նման դեպք եթե արձանագրվի, կառուցակարգերը այնպիսին են, որ դա շատ հեշտ բացահայտվող հանցագործություն ալնելով։ Այսինքն, եթե մահացած մարդու տեղը ինչ որ մեկը քվեարկի, շատ հեշտ պարզելու են թե ով է քվեարկել, որտեղ այդ մարդը ստորագրել է ցուցակում, ով որ մահացածի փոխարեն քվեարկել է, մատնահետքն է թողել, չի կարող ասի ես չէ, մատնահետքն է թողել։ Վերջի բանը ինչ որ հանցագործությունը ուզում անի հանցագործության վարում մատնահետք թողելն է, չէ։ Եվ մատնահետք էլեկտրոնային գրանցումը սա նկատի ունեմ, եթե ինչ որ մի աննորմալ փորձի մահացած մարդու փոխարեն քվեարկել, առավելևս ընտրողների ցուցակները հրապարակվում է, ցանկացած մարդ, ցանկացած վաղարշապատցի հիմա կարող է մտնել կամ ցանկացած անձ ով ունի վաղարշապատցի, չգիտեմ, հարազատներ մտնել, վաղը հրապարակվելու են ցուցակները, մտնել եւ նայել, կա արդյոք իրենց իմացած մահացածի դիմաց ստորագրություն կամ որևիցե թեկուզ չմահացած, բայց ընտրություններին չքվեարկած մարդու, այսինքն եթե ունեք, չգիտեմ, վաղարշապատցի ենթադրենք հորեղբոր տղա, ով գիտեք որ չի մասնակցել ընտրություններին, օրինակ Ռուսաստանում է կամ չգիտեմ Վիետնամում է կամ ուղղակի չի գնացել ընտրություններին,
Մտեք ստուգեք, համոզվեք, որ իր դիմաց ստորագրություն չկա, որտեղ եթե իր դիմաց ստորագրություն կա, դա քրեական հանցագործություն է, որը շատ հեշտ բացահայտվող է, թե ով է դա արել, եւ այդ անողը մի քանի տարի բանտում անցկացրել, բայց այս ես ուզում եմ հստակեցնեմ, այս մեխանիզմները մտցվելուց հետո արդեն ընդ որում դա դեռ նախորդ իշխանության ժամանակ մտցվեցին մեծամասամբ 16 թվականին չի եղել որևիցե դեպք, որ բացահայտվի, որ այլ անձի փոխարեն կանխամտածված քվեարկության փորձ ա եղել։ Պատահաբար դեպքեր եղել են, հա, չգիտեմ, ամուսինը կնոջ անձնագրով ա եկել էլեկտրոնային գրանցման սարքում, բանը նայել տեսել են, մեկը մյուսի տողի փոխարեն, այդպես պատահաբար դեպքեր եղել են ու կլինեն, բայց կանխամտածված դեպք, որ sense կոնկրետ մեկը փորձի երկրում չգտնվող անձի փոխարեն, մահացածի փոխարեն քվեարկի, տենց դեպք 17 թվականից ի վեր չի եղել։ Լավ, ամփոփենք զրույցը, պարոն Իոաննիսյան, վարչապետն էր խոսել հաղթանակի մասին եւ շնորհակալություն էր հայտնել վաղաշաբաթցիներին գնահատելու իրենց աշխատանքը, որը իրականացրել են վաղաշաբաթում եւ միևնույն ժամանակ ներողություն էր խնդրել իրենց թույլ տված սխալների համար։ Իշխանությունը կարող է այս հաղթանակը տեղափոխել արդեն համապետական մակարդակ, սա արդյոք իշխանության նկատմամբ վստահության ցուցիչ է։ Իշխանությունը իհարկե փորձելու է այս հաղթանակը տեղափոխել համապետական մակարդակ, ոնց որ դա տրամաբանական պահվածք է։ Հա, այնպես ինչպես ընդդիմությունը փորձում էր Գյումրիում ընդդիմության այդ կոլեկտիվ հաղթանակը տեղափոխի համապետական հաղթանակ, այնպես էլ իշխանությունը փորձելու է էջմիածնի հաղթանակը տեղափոխել համապետական մակարդակ։ Սա քաղաքական ուժերի նորմալ պահվածք է, ոնց որ տենց էլ պիտի լինի, քաղաքական ուժերը իհարկե պետք է փորձեն կապիտալիզացնեն։ Սա վստահության մասին է խոսում իշխանության հանդեպ։ Գիտեք, համապետական ընտրակարգը ամեն դեպքում համամասնական ներողություն, համամասնական ընտրակարգը ամեն դեպքում ենթադրում է, որ անձինք քվեարկում են քաղաքական ուժերի։ Այսինքն վաղ շաբաթում անձինք ընտրում էին քաղաքացիական պայմանագիր կուսակցության, ընտրում էին հաղթանակ դաշինքին, ընտրում էին Մայր Հայաստանին, ընտրում էին, չգիտեմ, մյուս ուժերին, որոնք կարծես թե ՇՄ չեն հաղթարել։ Այսինքն սա եւ այդ ուժերը ոչ միայն տեղում են գործում, բոլորը համապետական ուժեր են հիմնականում, հա։ Լինում են իհարկե ուժեր, որոնք փորձում են պոկվել իրենց համապետական կոնտեքստից եւ տեղական կոնտեքստում տեղավորվել։ Այդպիսի դեպքեր հայտնի է դիմում, բայց մեծ հաշվով մասնակից ուժերը դրանք համապետական ուժեր են։ Եվ ընտրողի քվեն որոշ առումով նաեւ համապետական կոնտեքստում է լինում, բայց այդուհանդերձ ես պետք է ասեմ, որ ընտրողի քվեն տեղական ինքնակառավարման մարմինների դեպքում հաճախ շատ ուրիշ տրամաբանությամբ է։ Հաճախ ընտրողի քվեն ուրիշ ձևավորվում համապետական ընտրությունների ժամանակ եւ տեղական ընտրությունների ժամանակ։ Ընդորում սա նոր բան չի, սա միշտ եղել, նույնիսկ եթե կհիշեք մինչև 12 թիվը ներառյալ ազգային ժողովի ընտրությունները խառը ընտրակարգով էր։ Մի հատ ընտրում էինք համամասնական ընտրակարգով կուսակցության, մի հատ էլ մեր տարածքից մեծամասնական падգամավոր։ Եվ մենք տեսնում ենք, որ հաճախ նույն ընտրատարածքում մեծամասնական քվեարկությունը եւ համամասնական քվեարկությունը ոնց որ տարբեր մոլորակներում լինեին։ Համամասնականով կարող է օրինակ իշխող ուժը այն ժամանակ հանրապետականը ստանար շատ քիչ ձայն, բայց իրանց տարածքի տեխնացում, որը որպես կանոն է տարածքի ինչ որ sense տեղային հեղինակություններ էլի, ստանար ինչ որ ֆենոմենալ բարձր թվով ձայներ։ Ինչ խոսում է նրա մասին, որ նույնիսկ մեկ օրում, մեկ քվեախցիկում ընտրողի վերաբերմունքը տեղական մակարդակով ընտրությանը եւ համապետական մակարդակով ընտրությանը ռադիկալ տարբերվում է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Դանիել Իոաննիսյանն էր, կհանդիպենք։